Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Կաթոլիկոսը ինձ ասում է ընտանիքի անդամներին ինչ իջեց, վերցնում գնաց միտինգ անեց Նիկոլի դեմ։ Հոգևորականներին վերագրվող նոր գաղտնալսումներ են հայտնվել մերձիշխանական մամուլում, դրանցում շոշափվում է նաև կաթողիկոսի անունը։ Դատախազությունը խոստանում է, որ դրանք քննության առարկա կդառնան։ Մայրաթորը հորդորում է քննել նախևառաջ գաղտնալսման օրինականությունը։ Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակը վարչապետին մտահոգություններ եւ դատապարտումն է փոխանցել վերջին ձերբակալությունների հետ կապված։ Կառավարության հաղորդագրության մեջ այդ մասին ոչ մի բառ չկա։ Ընդդիմադիրների շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը իր ֆեյսբուքյան գրառումից հետո հայտնվել է կալանավայրում։ Կգնահատեի որպես նաև փաստաբանական համայնքին ուղղված ինչ-որ ճնշման փորձ։ Դատարանից պահանջում են կասեցնել եւ անվավեր ճանաչել։ Էդմոն Մարուկյանը դատի է տվել կառավարությանը Արարատի պատկերը ելքի կնիքներից հանելու որոշման համար։ We are here as a reliable partner of Armenia, of the Armenian people, of the Armenian government. Եվրամիությունը պատրաստ է կիրառել իր գործիքները Թրամփի ուղի նախագիծը խաղաղության խաչմերուկը կյանքի կոչելու համար։ Դեսպան Մարագոսը հայտարարել է, Եվրամիությունը ողջունում է խաղաղության գործընթացը։ Մի քանի ժամից Վաշինգտոնում կհանդիպեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Թրամփն ու Պուտինը եւս առաջիկայում կհանդիպեն ամենայն հավանականությամբ Բուդապեշտում։ Իշխանություն եկեղեցի հակամարտությունը նոր թափ է հավաքում։ Մերձիշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է մի ձայնագրություն, որտեղ շոշափվում է նաև կաթողիկոսի անունը հակաիշխանական ցույցերին մասնակցությունը պարտադրելու կոնտեքստում։ Դատախազությունը խոստանում է, որ դրանք քննության առարկա կդառնան, Մայրաթորը հորդորում է քննել նախևառաջ գաղտնալսման օրինականությունը։ Իշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվեց մի ձայնագրություն, որտեղ ենթադրաբար աղա Նաբեղա Երնջակյանը Նաթան արքեպիսկոպոսի հետ զրույցում դժգոհում է, թե իրեն կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի։ Ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե այն երբ է արվել, ում կողմից եւ ինչպես է հայտնվել իշխանական լրատվամիջոցների ձեռքում։ Եթե պարզվի, որ ձայնագրությունն իրական է, ապա ստացվում է, որ բարձրաստիճան հոգևորականին գաղտնալսել են եւ հայտնի չէ դատարանի թույլտվությամբ, թե ոչ։ Իշխանական լրատվամիջոցներում տարածված ձայնագրությանը ժամերից արձագանքեց Մայրաթորը։ Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել եւ թշնաման քարոզել եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է եւ առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան։ Գլխավոր դատախազությունից Ազատությանը փոխանցեցին, որ համացանցում տարածված ձայնագրությունը արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կդառնա քննության առարկա։ Խոսքը Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ հարուցված քրեական վարույթի մասին է։ Կալանավորված Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է ընտրական իրավունքին խոչընդոտելու եւ հավաքներին մասնակցելուն հարկադրելու համար ծառայողական լիազորությունները օգտագործելով։ 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Ֆերադասի Արագածոտնի թեմի քահանաներից Տեր Արամը անցած ամիս հանրայինին տված հարցազրույցում հիշել էր 4 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, պնդելով, թե 2021-ին Վերադասը ստիպել է իրեն մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Այս հայտարարությունից հետո հենց հաջորդ օրը իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոնիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ Մեկ ամիս անց արդեն հայտնի դարձավ, որ հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակներում բերման ենթարկվեցին Արագածոտնի թեմի 1 տասնյակից ավելի քահանաներ ու թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը, ով ի դեպ կաթողիկոսի քրոջ որդին է։ Ցուցակներ է կազմվել ամեն անգամ 3 հոգի գնալու ու այդպես 3-3 գնացել են։ Այդ ժամանակ դուք ընդվզել եք կամ ասել եք, որ համաձայնք եք դրա հետ։ Մենք քահանաների մեծ մասը միշտ էլ նեղվել է այդ թեմայից։ Բայց քանի որ բայց չենք բարձրաձայնում, ինչու, որովհետև հետևանքների մասին գիտեինք։ Ի դեպ այս քրեական վարույթի շրջանակներում ցուցմունքներ են տվել հոգևորականներ, որոնց մեջ է նաև Արագածոտնի թեմի քահանա Տեր Արամը։ Ընդ որում, եթե հոկտեմբերի 15-ին Ազատության հետ զրույցում Տեր Արամը պնդում էր, որ քննչական կամ դատախազություն չի գնացել, իրավապահների թեմայի մեջ չկա, ապա արդեն հաջորդ օրը TV5-ի հետ զրույցում խոստովանեց, հարցաքննվել է։ Դուք քննչական հրավիրվել եք։ Տեսեք, ես քննչական չեմ հրավիրվել, որևէ մեկը ինձ չի զանգել, դատախազություն չեմ գնացել, չկամ ես իրավապահների թեմայի մեջ։ Ցուցմունք տվել եք
Սրբազանի եւ քահանայի հստակ հարցեր են տվել, որ ես պետք է հակամ չասեի։ Ես էլ չեմ խաբել, որովհետեւ հոգեվորականին հարց չի ստելն ու խաբել է։ Բայց ամեն դեպքում հարցաքննություն եղել է։ Բարձրաստիճան հոգեվորականներին առնչվող քրեական գործերը ակտիվացան ամենայն հայոց կաթողիկոսին վեհարանից հանելու վարչապետ Փաշինյանի նախաձեռնած արշավից հետո։ Այս պահին արդեն կալանավորված է 3 սրբազան։ Արդյոք Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ հարուցված քրեական գործում կան քաղաքական շարժառիթներ։ Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ում հաղորդման վրա էլ գործը հարուցվել է, ասում է, որ որոշ դրվագների մասով միգուցե կարելի է նման պնդում անել։ Խոսքն այս դեպքում բերման ենթարկված քահանաների եւ Մկրտիչ Սրբազանի քրյա դատավարական իրավունքների խախտումներին է վերաբերում։ Բերման ենթարկվելուց հետո Սրբազանի, ինչպես նաեւ Արագածոտնի թեմի 4 հոգեվորականների գտնվելու վայրը քննչական կոմիտեն գրեթե ողջ օրվա ընթացքում գաղտնի պահեց։ Փաստաբանները նրանց պահման վայրի մասին տեղեկացան Մարդու իրավունքների պաշտպանի օգնությամբ։ Կոմիտեն նաեւ ժամեր շարունակ արգելեց փաստաբաններին տեսակցել իրենց պաշտպանյալներին։ Կոնկրետ այս գործի հետ կապված տեսնում եք քաղաքական այս գործի հետ կապված ինչ որ առանձին դետալներ միգուցե, բայց ընդհանուր առմամբ ասել, որ այս գործը քաղաքական մոտիվացված է, չէ, որովհետև կներեք հանցագործության մասին հաղորդումը կա եւ նույնիսկ հայ առաքելական եկեղեցին ինձ թվում է այդպես հստակ ու աներկբա չի Իսկ առանձին դետալները Իսկ այդ առանձին դետալներում որ դետալներ մեկ տեսնում այդ քաղաքական մոտիվացվածությունը հետաքրքիր է։ Առանձին դետալները օրինակ չգիտեմ Եթե ընդդիմության ներկայացուցիչներ, իշխանության ներկայացուցիչներ, օրինակ փաստաբանի իր իրավունքը կսահմանափակվեր, թե չէ։ Կարծում եմ, որ չէ։ Դանիել Իոաննիսյանն ով վերջին օրերին հայտնվել է սուր քննադատության տակ, նրան մեղադրում են իշխանությունների հրահանգով գործ տալու մեջ, հակադարձում է ընտրական խախտումների մասին իրենք մշտապես են հաղորդումներ ներկայացրել, այդ թվում իշխանությունների դեմ։ Ինչու այդ դեպքում Իոաննիսյանը կրկին օպերատիվ կերպով հանցագործության մասին հաղորդումներ չներկայացրեց իրավապահներին, երբ խախտվում էին 1 տասնյակից ավելի հոգեվորականների իրավունքները։ Դանիել Իոաննիսյանն ասում է, թե նմանատիպ հարցերով չեն զբաղվում, իրենց ուշադրության կենտրոնում ընտրական խախտումներն են։ Մինչդեռ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Իոաննիսյանին հարց էր տվել, թե երբ նա հաղորդում է ներկայացնում հոգեվորականների դեմ, չի հետևում այդ հաղորդման հիման վրա իրավապահ մարմինների անօրինական գործողություններին։ Դա մեր տիրույթում չի։ Եթե հանցագործություն է տեղի ունեցել, եթե օրենք է խախտվել, էական է թե որ Ես ճիշտ եմ հասկանում, որ Ժաննա Ալեքսանյանը ինձ մեղադրում է, որ ես հանցագործության մասին հաղորդում չեմ ներկայացնում մի բանի համար, որի համար ինքն էլ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացնում։ Այդ ի՞նչ է, հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մենաշնորհն է իմը։ Եվ քիչ առաջ Ազատությանը քննչական կոմիտեից հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու հոդվածով։ Առայժմ պարզ չէ, թե ով կներգրավի որպես մեղադրյալ իշխանական լրատվամիջոցների տարածած այս ձայնագրության հետքերով, որում հիշեցնեմ շոշափվում էր ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Կիլիկիո կաթողիկոսությունն է հայտնում, որ մտահոգված է Հայաստանում պետության եւ եկեղեցու միջև ստեղծված կացությամբ։ Արամ առաջին կաթողիկոսը դատապարտում է հայ հոգեվորականների շարունակվող ձերբակալությունները, դրանք ամոթալի համարելով։ Մտահոգությունները 3 Հայաստան ժամանած Շահան arczepiskopos Սարգսյանն է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նույն օրը տասնյակ հոգեվորականներ էին բերման ենթարկվել։ Երրորդ բարձրաստիճան հոգեվորականը Արագածոտնի թեմի առաջնորդը, որ նաև ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է, կալանավորվել էր։ Կառավարության հրապարակած հաղորդագրության մեջ սակայն ոչ մի բառ չկար փոխանցված մտահոգությունների եւ երկխոսելու առաջարկի մասին։ Երկխոսություն միան Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի պատվիրակմամբ Երևան եկած Շահան arczepiskopos-ը ոչ մի մանրամասն չի ասի, թե ինչ են խոսել 3 ինքն ու Հայաստանի վարչապետը, ինչ է փոխանցել Արամ առաջինը։ Նա թիկունքով էր արձագանքում բոլոր հարցերին, երբեմն շփտում։ Շփիդով միշտ Զբաղված է զանգեր ունի Արամ առաջինի պատվիրակը, հարցերի պատասխանել չի կարող, ասելիքը նույնն է։ Ես կհավատամ երկխոսության միան այդքան է պատկերացում, ուրիշ բան չկա։ Իշխանություն մայրաթոր լարվածության պիկին երկխոսության հույս դեռ կա։ Հույսով գաբրինք, չէ։ Եթե ոչ ասես, ուրիշ աշխարհի մեջ ենք ուրեմն։ Հույսով գաբրինք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան arczepiskopos Սարգսյանին։ Arczepiskopոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Արամ առաջին կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Այս լուրը կառավարության լրատվականը տարածեց 3, երբ երրորդ եպիսկոպոսն էր կալանավորվել։ Նախորդին տասնյակից ավելի քահանաներ բերման ենթարկվել։ Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն զրուցակիցների փոխանակած մտքերի մեջ բառ չկա տիրող իրավիճակի մասին։ Այլ բան ենք կարդում Կիլիկիո կաթողիկոսության տարածած տեղեկությունում։ Շահան Սրբազանը իր մտահոգությունը հայտնեց ներկա իրավիճակի մասով եւ շեշտեց եկեղեցի պետություն գործակցության կարեւորությունը։ Միաժամանակ նա արծարծեց հոգեվորականների ձերբակալության հարցը եւ այդ մասով անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը։ Ի վերջո Արամ առաջինը Հայաստանի վարչապետին օրհնանքներ թե մտահոգություններ է ուղարկել։ Շատ ավելի ուշ Անտիլիասից տարածվեց Արամ առաջինի հայտարարություն պարզաբանումը։ Ինքը Կանադայում է, Շահան Սրբազանին պարտավորեցրել է վարչապետին փոխանցել իր մտահոգությունն ու դատապարտումը։ Մի խոսքով Արամ առաջինը դատապարտում է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները։ Կիլիկիո կաթողիկոսը սակայն համարելով, որ Անտիլիասական arczepiskopոսի ողջույններով ու օրհնանքներով հանդիպումը վարչապետի հետ կարող է քննարկումների թեմա դառնալ այս օրերին, դատապարտման մի խոսք էլ Մոնրեալի Սուրբ Հակոբ Մայր եկեղեցում է ասել, եւ այն տարածեցին այսօր առավոտյան։ Եկեղեցի պետություն հարաբերության ներկա վիճակը վնասաբեր է ու անընդունելի մեր հայրենիքի ու ժողովրդի համար։ Ձերբակալություններով, զրպարտություններով հնարավոր չէ ներկա իրավիճակը շրջանցել։ Նույնիսկ թշնամական երկրներն են երկխոսությամբ հարցեր քննարկում, միթե նույն ազգի երկու կողմերը երկխոսել չեն կարող, հարցնում է Կիլիկիո կաթողիկոսը, օրինակն ըստ նրա հենց հայ-ադրբեջանական երկխոսությունն է։ Երբ հազարավոր երիտասարդ հայրենիների արյուն է հոսել, Արցախը գրավված է, Արցախի պետական այրերը ապօրինի ձերբակալված են եւ այսօր երկու երկրները խաղաղության ձեռք են մեկնել, խոսում են միմյանց հետ, միթե նույնը չի կարելի անել նույն ազգին, նույն երկրին պատկանող երկու կողմերի միջև։ Արամ առաջինն այս իրավիճակը ամոթալի է համարում ու տեսնում Հայաստանի ինքնակործանման վտանգ։ Կիլիկիո կաթողիկոսի հեռահար դատապարտումներին զուգահեռ, սակայն հանրային հարթակում շարունակվում են քննարկումները արդյոք ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ուղղված իշխանական արշավանքի պիկին տեղին էր այս հանդիպումը։ Հույդաբյուրոն հայտարարություն է տարածել, ասում են հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսական աթոռները պիտի համատեղ ջանքերով պաշտպանեն եկեղեցին։ Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու դեմ իրականացվող հարձակումներն ու հալածանքները, ինչպես նաև հակազգային գործունեությունը Հույդաբյուրոն գնահատում է որպես բացարձակապես անընդունելի։ Անթույլատրելի ենք համարում այդ բոլորի հեղինակին արժանացնել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի հատուկ ուշադրությանը, ինչը բնականորեն առաջացրել է Սփյուռքի եւ Հայաստանի հայ հասարակության արդար վրդովմունքը։ Կիլիկիո կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանի սկսած հակակաթողիկոսական արշավի 5 ամիսների ընթացքում մի քանի անգամ առաջարկել է թե միջնորդների միջոցով հաշտեցմանն օգնել, թե անձնապես գալ Հայաստան։ Նրա պատվիրակները ամռանը Մայր աթոռ ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման էին գնացել։ Հայաստանի վարչապետին ու վեհափառին կամրջելու Արամ առաջինի մաղթանքները դեռ մաղթանքներ են։ Ընդդիմադիրների շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը իր ֆեյսբուքյան գրառումից հետո հայտնվել է կալանավայրում, ընդ որում իր խոսքով երեկ իրեն դատարանի բակից բիրտ միջոցներով են բերման ենթարկել։ Ուժ են կիրառել։ ԱԾ դիմակավորված աշխատակիցների գործողություններից առաջ Կոչուբաևը ֆեյսբուքում քննիչների, դատախազների, դատավորների հասցեին վիրավորական բառապաշարով գրառում էր արել, քննադատելով հերթական բարձրաստիճան հոգևորականի կալանավորումը։ Իրավապաշտպանները սա համարում են պատժիչ գործողություն փաստաբանի նկատմամբ։ Ավտոմեքենայից հանել են, տապալել գետնին, առանց որևէ բառ ասելու ձեռքերը շղթայել, տարել քնչական ու նոր միայն այնտեղ հայտնել, թե ինչու են այդպես վարվել։ Երեկ իր հետ կատարվածի մասին գործընկերներին սա է պատմել ֆեյսբուքյան գրառման համար Վարդաշենի բանտում կալանավորի կարգավիճակում հայտնված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Առանց ոչ մի դիմադրության, առանց ոչ մի բառ խոսելու Կոչուբաևը, սակայն նրանք ուժ են կիրառում անհարկի, անհիմն։ Կոչուբաևը փաստաբան Արայիկ Ներսիսյանին պատմել է, որ Բագրատ arczepiskopos Գալստանյանի ու մյուսների գործով երեկվա դատական նիստից հետո է նա ԱԾ դիմակավորված աշխատակիցները շրջապատել իր ավտոմեքենան։ Իրականացված հերթական շոու եւ հանձամբ Կոչուբաևի նկատմամբ, ասինքն նրա համբավը արատավորելու նպատակ էր հետապնդում ըստ ինձ, եւ սա ընդհանուր առմամբ ես կգնահատեմ
գնահատեի որպես նաև փաստաբանական համայնքին ուղղված ինչ-որ ճնշման փորձ, հետագայում նաև ցույց տալու, որ փաստաբաններ տեսեք, որևէ ազատ խոսքի դեպքում կարող է այսպես լինել։ Ընդդիմադիրների շահերը ներկայացնող Կոչուբաևին քննչականը մեղադրում է իր ֆեյսբուքյան գրառմամբ դատավորի դատախազի քննիչի մասին արատավորող, նրանց շահերին վնաս պատճառող, մասնագիտական գործունեության հետ կապված տեղեկություն հրապարակելու հոդվածով։ Գիշերը դատարանը բավարարել է քննչականի միջնորդությունն ու 2 ամսով կալանավորել փաստաբանին։ Նախորդին Կոչուբաևը կոշտ բառերով քննադատել էր եւս մեկ բարձրաստիճան հոգևորականի Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանավորումը, քննիչներին, դատախազներին ու դատավորներին անվանել վիժվածքներ, հոգին սատանային վաճառածներ, շանտղաներ։ Վիրավորական բառապաշարով ուղեկցվող նրա գրառումն են իրավապահները որակել օրենքի խախտում, արատավոր տեղեկություններ քննիչների, դատախազների, դատավորների հասցեին։ Ընդգծում է փաստաբան Ներսիսյանն ու հավելում. սա վիրավորանք է, որն ապա քրեականացված է, սա հանցագործություն չէ։ Դա զուտ գնահատական է եղել, դա արատավոր տեղեկություններ տարածել չի, մենք չենք կարող դա այդպես որակել։ Կոչուբաևին նման կերպ ձերբակալելու ու գրառման համար մեղադրանք առաջադրելու փաստը քննադատել են նրա գործընկերները, իրավապաշտպանները։ Այս վայրագ մոտեցումը, ինչ ասեմ, բանդիտիզմի որակի մոտեցումը, ասենք աննախադեպ է այս երկրում ինչի համար, գրառման համար։ Եթե համեմատենք Կոչուբաևի գրառումը Նիկոլ Փաշինյանի փողոցային բառապաշարի հետ, ապա համեմատության եզրեր անգամ չկան, թե ինչ ենք մենք լսել Նիկոլ Փաշինյանից եւ ինչ գրառում է արել Կոչուբաևը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ Կոչուբաևի գրառումը համեմատելի չէ վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների բառապաշարի հետ։ Մեր երկրին սպառնացող ամենաապիկար վտանգները բխում են դատական համակարգից։ Ինչը չի նշանակում, որ Հայաստանի բոլոր դատավորները պատերի տակ վնստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ եւ նրանց մի մասի անունը հայտնի է հանրությանը, կարծում եմ ակնհայտ է։ Որևէ մեկը չփորձի նախկին կլինի, ներկա կլինի, որ ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի թե կարա թպրտա, կտանք պատերով կպարկացնենք ասֆալտին։ Իրավապաշտպանի կարծիքով Կոչուբաևի շուրջ տեղի ունեցողի պատճառը Բագրատ Սրբազանի քրեական գործն է։ Հիշում է, թե այս գործի մասին հայտնի դառնալուց հետո ինչպես էին իշխանականներն իրենց գրառումներում թիրախավորում նաև փաստաբաններին։ Ու ինչով է տարբերվում Ռոբից, այն մյուսներից, ինչով է տարբերվում։ Սա ինչ նույն ձևի էլի կա այսպես եւ որ գցում են մարդուն, ստորացնում են գետնին այդ ուժային կառույցները, այդ այսպես փորձում են պատժել, ստորացնել։ Սա Նիկոլ Փաշինյանի ձևն է։ Փաստաբանների պալատի նախագահն ու մարդու իրավունքների պաշտպանն են անդրադարձել երեկվա ձերբակալությանը։ Գործընկերոջը իր իսկ խոսքերով ասֆալտին փռելը քննադատում է Սիմոն Բաբայանը, շեշտում նման եղանակով անհամաչափ ուժի կիրառությունը քաղաքացու հատկապես փաստաբանի նկատմամբ դառնում է պատժիչ գործիք։ Մարդու իրավունքների պաշտպանն իր տեքստում փաստաբանին ձերբակալելու ձևը չի դատապարտում։ Փոխարենն Անահիտ Մանասյանը խնդիր է համարում մեջբերում ոչ իրավաչափ հրապարակային խոսքի օգտագործումը, մեջբերման ավարտ։ Միաժամանակ անթույլատրելի է համարում խոսքի համար իրականացվող քրեական հետապնդումները։ Դա այն պայմաններում, երբ հանրությանը չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն, թե ինչու է կոնկրետ դեպքում խոսքը հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմն ու ինչու անձին պետք է զրկել ազատությունից։ Գրում է պաշտպանն ու ընդգծում կալանքի կիրառման խնդիր կա։ Կոչուբաևը մի շարք ընդդիմադիրների շահեր է ներկայացնում։ Այսօր ի պաշտպանություն նրա անժամկետ գործադուլ է սկսել փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Գործադուլի կոչեր են հնչեցնում նաև այլ փաստաբաններ։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Դատարանից պահանջում եմ կասեցնել եւ անվավեր ճանաչել։ Էդմոն Մարուկյանը դատի է տվել կառավարությանը Արարատի պատկերը ելքի կնիկներից հանելու որոշման համար։ We are here as a reliable partner of Armenia, the Armenian people, of the Armenian government. Եվրամիությունը պատրաստ է կիրառել իր գործիքները Թրամփի ուղի նախագիծը խաղաղության խաչմերուկը կյանքի կոչելու համար։ Դեսպան Մարագոսը հայտարարել է, Եվրամիությունը ողջունում է խաղաղության գործընթացը։
Մի քանի ժամից Վաշինգտոնում կհանդիպեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Թրամփն ու Պուտինը եւս առաջիկայում կհանդիպեն ամենայն հավանականությամբ Բուդապեշտում։ Եվրամիությունը ողջունում է խաղաղության գործընթացը եւ պատրաստ է նաեւ կիրառել իր գործիքները Թրամփի ուղի նախագիծը խաղաղության խաչմերուկը կյանքի կոչելու համար։ Այս մասին Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, հիշեցնելով, որ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը Եվրամիությունը ողջունել էր դեռ 2 տարի առաջ։ Դեսպանը հավելել է նաեւ, որ Եվրոպական միությունը մշտապես աջակցում է խաղաղությանը այս տարածաշրջանում։ And the meetings in Washington DC. Իրադարձությունները եւ հանդիպումները, որոնք եղան Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, Եվրամիության կողմից ողջունվել են եւ մենք այդ օրվանից ի վեր պատրաստակամություն ենք հայտնել աջակցել այդ նախաձեռնությանը։ To support these initiatives and the connectivity in this region. So we are ready to deploy our tools. Մենք պատրաստ ենք մեր գործիքները ներդնել ոչ միայն Թրամփ ուղի նախագծի շրջանակներում, այլ նաև ամբողջ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է Եվրամիության կողմից դեռ 2 տարի առաջ, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարեց դրա մասին։ Մենք շատ երջանիկ ենք, որ խաղաղությունը գալիս է, շատ մանրամասներ դեռ պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք որպես Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայաստանի կառավարության հուսալի գործընկեր, որպեսզի սատարենք ձեզ այս գործընթացում։ But we are here as a reliable partner of Armenia, of the Armenian people, of the Armenian government, in order to support you in this effort. Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով Հայաստանում Եվրամիության դեսպանի հայտարարությունը պատահական չէր։ Թրամփի ուղի նախագծի իրագործումը ըստ Բադալյանի առաջին հերթին կախված է լինելու Միացյալ Նահանգներ Ռուսաստան գործընթացներից։ Կովկասին առնչվող ամբողջական ռազմավարությունը ըստ նրա Դոնալդ Թրամփը ունի, իսկ ամերիկյան նախորդ վարչակազմի ժամանակներից քննարկվող կապուղիների բացման գաղափարին վերադարձել իր քաղաքական խնդիրների լուծման շրջանակներում։ Դոնալդ Թրամփը աշխարհին ներկայանում է որպես խաղաղություն բերող նախագահ, չի բացառվում, որ ամերիկյան կողմը թրիփը դարձնի խաղաքարտ ռուսների հետ սակարկությունների առարկա, կարծում է Բադալյանը։ Մենք հասկանում ենք, թե Եվրոպայի համար սա որքան կարևոր է դառնում Կենտրոնական Ասիայի հետ կապը եւ ընդհանուր Չինաստանի հետ առևտրային կապը, եթե կա ռիսկ, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կամ Պուտինն ու Թրամփը կարող են պայմանավորվել ուկրաինական այդ հարցի համատեքստում ընդհանրապես եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության շուրջ կամ եթե այսպես պարզեցված ասենք Եվրոպան նոր վերաբաժանման ենթարկելու շուրջ։ Եվ այստեղ այդ միջին միջանցքը Եվրոպայի համար դառնում է որոշակի այսպես կարևոր կենսական ուղիներից մեկը խաղային ճկունություն ապահովելու համար։ Անկասկած Եվրոպան անհանգիստ է դրանից եւ անհանգիստ է նաեւ այն հանգամանքից ելնելով, որ այո իր համար կարևորագույն նշանակություն ունեցող միջին միջանցքը Թրամփի միջոցով ոչ թե կարող են ստանալ, այլ Թրամփի միջոցով կարող է կոնսերվացվել մեկ այլ ստատուս քվոյի համար, որում Եվրոպան չի ունենա մեծ դերակատարում եւ բնականաբար Եվրամիությունը ձգտելու է եւ իր մեծ ջանքն է գործադրելու դա թույլ չտալու համար եւ հակառակը Թրամփի ուղու շուրջ իր մասնակցությամբ ստատուս քվո ձևավորելու համար։ Թրիփի գործարկման շուրջ դեռ հստակություն չկա, բայց հայ-ամերիկյան շփումները շարունակվում են։ Այսօր Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունը հաղորդեց դեսպան Նարեկ Մկրտչյանի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆի հանդիպման մասին, որի առանցքում հենց օգոստոսի 8-ի համաձայնագրերի ընթացքն է եղել։ Սթիվ Ուիտքոֆը, որը Թրամփի գլխավոր բանագնացն է Մերձավոր Արևելքում եւ Ռուսաստանում, վերահաստատել է Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին։ Ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, Կովկասին առնչվող ամբողջական ռազմավարություն Դոնալդ Թրամփը ունի եւ վարչակազմի ժամանակներից քննարկվող կապուղիների բացման գաղափարը իր քաղաքական խնդիրների լուծման շրջանակում է պատկերացնում։ Թրամփի ուղին իր իրագործման առումով կախված է լինելու թե գլոբալ մակարդակում այդ խաղացողների միջև եւ իմ գնահատմամբ առաջին հերթին Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև ինչպիսի գործընթացներ են ծավալվելու, այդ գործընթացները ծավալվելու են ավելի շատ երկխոսության եւ հարաբերությունների այսպես կառուցողական տրամաբանությամբ, թե ծավալվելու են հակառակը դիմակայության ուղղությամբ։ Միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանի այդ պայմանավորվածությունների առարկա դարձնի նաեւ հենց այս Թրամփի ուղին։ Ի վերջո այդ ձևակերպումը, որ մենք ունենք օգոստոսի 8-ի հռչակագրում, որ
Հայաստանը Միացյալ Նահանգների հետ փոխադարձ համաձայնությամբ երրորդ կողմերի ներգրավման հարց է դիտարկում եւ այլն, սա ես կարծում եմ ամերիկյան ցանկությամբ առաջացած ձևակերպում է եւ այսպես ասած բաց է պահում դաշտը Միացյալ Նահանգների ինչ որ այսպես քաղաքական ճկունության համար։ Կառավարության որոշման համաձայն նոյեմբերից Արարատ լեռան պատկերը հեռացվելու է պետական սահմանը հատելու կնիքի վրայից։ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանը այս որոշման կապակցությամբ դատարան է դիմել։ Որոշումը ըստ նրա սահմանադրությանը եւ օրենքներին հակասում է եւ ճանապարհ է հարթում Արարատը նաեւ զինանշանի վրայից հանելու համար։ Ես որպես քաղաքացի դիմել եմ դատարան, ես պնդում եմ, որ սահմանադրությամբ պաշտպանված իմ ազգային ինքնության իրավունքը իմ ազգային ինքնության իրավունքին գումարած իմ մարդկային արժանապատվությունը էս իմաստով նաև ոտնահարվելու է եւ քանի դեռ չի սկսել ոտնահարվել, դատարանից պահանջում եմ կասեցնել եւ անվավեր ճանաչել։ Այս բոլոր հիմնավորումներով, որով նրանք Արարատ լեռը ուզում են հեռացնեն, սրանք արդեն ըստ էության ձևավորված են։ Հիմա եթե մենք հանդուրժ ենք թույլ տանք, որ կնիքի վրայից սահմանի անցման հատման կնիքի վրայից հանվի Արարատ լեռը, այս նույն հիմնավորումներով իրանք հիմնավորում են, որ պետքա զինանշանի վրայից էլ հանվի։ Սակայն զինանշանի վրայից հանելու համար պետքա սահմանադրություն փոխեն, օրենք փոխեն եւ մեծ process է։ Բայց մենք որպես քաղաքացիներ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ժողովուրդ, մենք հանդուրժում ենք այս ամեն ինչը, եթե մեզ հաջողվի այս փուլում այս ամեն ինչի դեմն առնել, մենք թույլ չենք տա, որ նրանք հասնեն նաեւ զինանշանին, հենա։ Մենք կարող ենք դա անել, ես կարծում եմ կարող ենք դա անել։ Իրավական գործիք օգտագործել ենք արդեն։ Քաղաքապետարանն այսօր Սարյանի պուրակում էր ապօրինի շինություն քանդում, հատուկ տեխնիկան ժամերի ընթացքում Մոսկովյան փողոցին հարող հատվածում չգործող սրճարանը հողին հավասարեցրեց։ Կառույցի սեփականատերը հանկարծակի էր եկել, չհերքեց ինքնակամ շինությունը, բայց ասաց իրենց ոչ ոք չէր նախազգուշացրել։ Երևանի քաղաքապետարանի հատուկ տեխնիկան այսօր Սարյանի պուրակում էր աղմկում։ Այգու սովորական առօրյան արտասովոր ընթացք առավոտյան ստացավ, ապա մոնտաժում էին Զորյան փողոցին հարող հատվածի կառույցը, որը նախկինում սրճարան է եղել։ Կառույցի սեփականատերը հանկարծակի էր եկել, չհերքեց ինքնակամ շինություն է, սակայն իրենք որևէ նախազգուշացում չեն ստացել։ Դիվարոյի վիգենինա կողքինը, հալավոր չէ։ Քաղաքապետարանից արձագանքում են շինությունն ապամոնտաժել են անձամբ Տիգրան Ավինյանի որոշման հիմքով։ Պնդում են Երևան համայնքին պատկանող տարածքում գտնվող կառույցը թույլտվություն չի ունեցել ու փաստացի ապօրինի է։ Նախապատմությունը տասնամյակներով է ձգվում։ Քանդված շինությունները կոլորիտ ընկերությանն էին պատկանում։ Դեպքի վայր շտապած տնօրեն Նարինե Վարդանյանը վրդովված պատմում էր, կառուցվել է 90-ականներին ու մինչ 2021-ը վարձակալության պայմանագիր են ունեցել, ապա պայմանագրի ժամկետը երկարաձգել չի հաջողվել։ Սակայն իրենք այս ընթացքում մոտ 5 միլիոն դրամի հարկ ու տուրք են վճարել։ Եթե ի վերջո պետք է քանդեին, ինչու էին վճարում, ինչու չեն նախազգուշացրել։ Չենք աշխատել, թղթեր ունենք, որ չենք աշխատել։ Այդ մնացել է, չեն թույլ տվել։ Բայց 21 թվից մինչ այսօր հողի վարձավճարները նույնիսկ տուգանքներով գրվել է մեր վրա։ Դատական տեղեկատվական համակարգում պարզ որոնումը մի խճճված պատկեր ներկայացրեց, իսկական թնջուկ։ Ընկերությունը վերջին տարիներին մի շարք հայցեր է ներկայացրել, մի անգամ պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար են դիմել, մեկ այլ գործով պահանջել են օրինականացնել կառույցը։ Դատարանը սակայն այս հայցերը կամ մերժել է, կամ կարճել։ Առավոտյան զանգ են տալի կողքի ծաղկի կրպակից, ասում են, որ եկել են քանդել։ Մեզ ոչ մեկ չի տեղեկացրել, որ պետք է քանդեն, ոչ գրավոր, ոչ բանավոր։ Մենք միջև այսօր վարձակալության գումարները մուծում էինք, հողի վարձակալության գումարները։ Սեփականատիրոջ ընտանիքը պնդում է քաղաքային իշխանությունների գործողություններն ապօրինի են։ Կդիմեն դատարան հողին հավասարեցված գույքի համար փոխհատուցում ստանալու պահանջով։ Միջև ուր որտե պետքա կհասնենք, լրիվ անօրինականություն է տիրում։
Փաստի առաջ կանգնած սեփականատերը ամբողջ օրը լրագրողների հետ զրուցում էր կադաստրային գրանցումը հաստատող թուղթը ցույց տալով։ Կադաստրի կոմիտեի կայքում տեղորոշեցինք համապատասխան ծածկագրով շինությունները։ Եթե սրճարանն ապօրինի է կառուցվել, այդ ինչպես են վարձակալության պայմանագիր կնքել, կադաստրային գրանցում ձեռք բերել։ Քաղաքապետի 3 ստորագրած որոշման տեքստում այս հարցերին չեն անդրադառնում։ Տիգրան Ավինյանը փոխարենը ընդամենը 1 օր առաջ հանձնարարել է քանդել ու մեջբերեմ անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։ Քաղաքապետը նաև որոշել է ապամոնտաժման աշխատանքների համար ծախսված գումարը հենց սեփականատիրոջից բռնագանձել։ Կետերից մեկով էլ Ավինյանը տեղեկացնում է երկամսյա ժամկետում որոշումը կարող են բողոքարկել։ Սակայն ինչպես դատարանում պաշտպանել կառույցը, երբ այն արդեն հողին է հավասարեցվել։ Քաղաքապետը ժամանակը հետ շրջելու բանաձև չի առաջարկում։ Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները դարձյալ սպառնալիքներ են փոխանակել, ապտակելու մասին են խոսել, հիմա ասում են իրենց հայտարարությունները քաղաքական տիրույթում են։ Իրավապաշտպանը մինչդեռ բռնության սպառնալիքը ակնհայտ է համարում, միաժամանակ կասկած հայտնելով, որ իրավապահները նույն հետևողականությունը կունենան ինչ հոգևորականների եւ կալանավորված փաստաբանի դեպքում։ Բռնության սպառնալիք թե քաղաքական հայտարարություն են միմյանց ապտակելու ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների վերջին օրերի հայտարարությունները։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն էր 3 ֆեյսբուքյան գրառմամբ դիմել ընդդիմադիր պատիվ ունեմի քարտուղար հանրապետական Տիգրան Աբրահամյանին։ Բնից դուրս արի, Տիգրան, հել դիմացներս ինչքան շուտ հելնես, այդքան քո բաժին չափալախը շուտ կստանաս։ Բարձրաստիճան Պաշտոնյան այսպես էր արձագանքել падգամավորի 1 շաբաթ առաջ հարցազրույցում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար ու առաջիկա ընտրություններում իշխանության թեկնածու Արգիշտի Մեխակյանին ապտակելու ցանկությանը։ Սերժ Սարգսյանի մասին ունենց էր խոսում, անկեղծ եմ ասում, դեմս էր չափալախ կտա, անկեղծ եմ ասում։ Անկեղծ եմ ասում։ Ասենք Արգիշտ որ ասում եմ դեմս էր ուրիշ բաներ կլիներ իրար հետ, այդ իր ոստիկանություն, ազգային անվտանգություն, իր այդ ՔՊ-ի նորընկերներ իրեն չէին փրկի, հասկանում ես։ Պատգամավորն իր հերթին այսպես պատասխանել էր Արգիշտի Մեխակյանի խիստ քննադատությանը, այդ թվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին։ Այսինքն բերել բարթել մի իշխանության վրա, թողնել մեկ գիշերում թռնել պատասխանատվությունից, ժողովուրդը գիշերում թռավ պատասխանատվությունը։ Իսկ ով թռավ, իսկ ով չթռավ։ Ինքը եւ իր թիմը։ Արմավիրի մարզպետ քաղաքացիական պայմանագրի անդամ Վահրամ Խաչատրյանն այսօր պնդում էր, որ падգամավորին հասանելիք ապտակի մասին գրառումը բռնության սպառնալիք չէ։ Բռնության կոչ իհարկե չի կարող։ Ես եմ ասում, եթե փորձի շարունակել նույն ձև կստանա։ Բայց դա արդեն ինքնին չի նշանակում, որ դուք որպես բարձրաստիճան պաշտոնյա նրան բռնությամբ եք զգուշացնում, սպառնում։ Չէ, ընդհանրապես։ Տիգրան Աբրահամյանն նույն բանը ասել, նույն բանը։ Ինչ է նշանակում Արգիշտի Մեխակյանը ելնի դեմս կչափալախել։ Ընդդիմադիր падգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ է հավաստիացնում, որ Արգիշտի Մեխակյանին ապտակելու ցանկությունը միայն տեսական է։ Նա նաև մարզպետի իր հասցեին ասածը բռնության ուղիղ սպառնալիք չի համարում։ Ով որ փորձում է իր խնդիրները անձնական ձևով լուծել, ինքը Facebook-ում չի գրում եւ կոնկրետ գնում է եւ մարդկանց հետ փորձում է կարգավորել։ Սա դիտարկվում ավելի շատ քաղաքական տիրույթում եւ իմ գնահատականն է, որոնք ես հնչեցել եմ, բացառապես այդ տիրույթում են։ Նույնը իրենք կարող են ասել, որ դուք եք փաստորեն նման սպառնալիք տվել, որ եթե ձեր դիմաց լիներ կապտակեք։ Ես մինչև այդ բավական երկար խոսում եմ նրանց ընտանիքի նկատմամբ եղած հարգանքի ու մեր տարիների կապի մասին եւ այդ պայմանի նկատմամբ արտահայտվածը զուտ եղել է ծայոթի արտահայտություն։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը բռնության սպառնալիք տեսնում է թե падգամավորի, թե մարզպետի հայտարարություններում, ընդ որում լրիվ չափելի, իրատեսական։ Կոնկրետ ինչ գործողություն է կատարվելու, եթե դիմացը լինի, ապա ագրեսիան կկարողանա զսպել, թե չի կարողանա զսպել, այդ անձը պատրաստ է հարվածի։ Բայց իրավապաշտպանը կասկածում է, որ իրավապահները կգնան այս հայտարարությունների հետևից նույն հետևողականությամբ, ինչ օրինակ եկեղեցականների դեպքում է կամ 3 կալանավորված փաստաբանի։ Տարբեր քաղաքական նպատակներով տեղի են ունենում ձերբակալություններ, ապա նաև ազատազրկման երկարատև բավականին դեպքեր եւ գրառումների հետևից են գնում, փաստորեն ստացվում է, որ իրավապահ համակարգը ըստ նպատակայնության է օգտագործում, ոչ դեպքում կարելի է ձևակերպում որպես բռնություն կամ բռնության կոչ, որ դեպքում որ յուրայիններն են կամ
կամ չի կարելի դեռևս, կամ սպասում են միգուցե 2 տարի հետո այս գրառումը ի վերջո հիմք դառնա նույն անձանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու։ Հովհաննիսյանը պնդում է իշխանությունն ինքն է հրահրում ատելության խոսքը, նաև հովանավորում, ապացույցն օրինակ, որ դատախազը որոշեց անպատիժ թողնել քաղաքացիական պայմանագրի падգամավոր Արթուր Հովհաննիսյանին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին խորհրդարանում ասել էր. «Վիզդ կպոկեմ վրիցդ»։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը եւ պրոռեկտորը։ Տեղեկությունը Ազատությանը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու մեջ։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Վրաստանի ուժայինները հատուկ գործողություններ են իրականացրել երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարի, նախկին գլխավոր դատախազի տներում։ Ուզարկությունների ընթացքում առգրավել են էլեկտրոնային սարքավորումներ, փաստաթղթեր, կանխիկ գումար։ Այս մասին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազությունը։ Թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում հատուկ գործողությունները, ինչի մեջ են կասկածվում իշխող ուժի երբեմնի ազդեցիկ ներկայացուցիչները, պաշտոնապես չի հաղորդվում։ Առաջիկա ժամերին Վաշինգտոնում պետք է հանդիպեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկելու ինչպես վերջ դնել պատերազմին եւ Ռուսաստանին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մինչ այս հանդիպումը երեք Թրամփը երկար հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկվել է նաև ԱՄՆ կողմից Ուկրաինային Տոմահոկ հրթիռների հնարավոր մատակարարումը։ Կրեմլից կրկնել են դա զգալի կփչացնի ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Հարցը թերևս պետք է քննարկվի նաև, երբ Պուտինը եւ Թրամփը դեմ առ դեմ հանդիպեն, հավանաբար Բուդապեշտում։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները շուտով կհանդիպեն Բուդապեշտում։ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը երեք այս մասին պայմանավորվել են ավելի քան 2 ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Սա օգոստոսին Ալյասկայի հանդիպումից հետո առաջնորդների առաջին շփումն է եւ տեղի է ունեցել Վաշինգտոն Ուկրաինայի նախագահի այցից մեկ օր առաջ, որի ընթացքում Վլադիմիր Զելենսկին կհանդիպի Թրամփի հետ եւ ակնկալվում է, որ կքննարկի նաեւ Կիևին Թոմահոկ հրթիռներ մատակարարելու հարցը, որոնցով Ուկրաինան կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին։ Պուտինի օգնականը հայտնել է, որ առաջնորդները պայմանավորվել են անմիջապես սկսել հանդիպման նախապատրաստումը։ Յուրի Ուշակովի խոսքով հատուկ անդրադարձ է եղել ուկրաինական ճգնաժամին։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է խնդրի խաղաղ կարգավորմամբ։ Անդրադարձ է եղել նաև Ուկրաինային Թոմահոկ հրթիռներ մատակարարելու հարցին։ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ Տոմահոկերը չեն փոխի մարտադաշտում իրավիճակը, բայց զգալի վնաս կհասցնեն մեր երկրների հարաբերություններին, չհաշված խաղաղ կարգավորման հեռանկարին։ Не говоря уже о перспективах мирного урегулирования. ԱՄՆ նախագահ սոցցանցում հայտնել է, որ զրույցը շատ արդյունավետ է եղել, մեծ առաջընթաց են գրանցել։ Ըստ նրա երկար խոսել են պատերազմի ավարտից հետո ռուս-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների մասին։ Նաև հաստատել է, որ Բուդապեշտում հանդիպում է նախատեսվում։ Ավելի ուշ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ երկու երկրների արտգործնախարարները շուտով կհանդիպեն պատրաստելու առաջնորդների հանդիպումը, որը տեղի կունենա առաջիկա 2 շաբաթում։ Լրագրողները հետաքրքրվել են Ռուսաստանի նախագահը փորձել է համոզել, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չտրամադրի Թոմահոկներ։ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ Պուտինին հարցրել է. արդյոք դեմ կլինի, եթե ԱՄՆ-ն այդ հրթիռներից տրամադրի Կիևին։ Պուտինին սակայն դուր չի եկել գաղափարը։ Նրան իսկապես դուր չեկավ այդ միտքը։ Տոմահոկը հարձակողական դաժան զենք է, այն աներևակալիորեն կործանարար զենք է։ Ոչ ոք չի ուզում, որ իրենց վրա Տոմահոկ հրթիռներ արձակեն։ Թրամփը նաև շեշտել է, ԱՄՆ-ն շատ ունի այս հրթիռներից, սակայն չի կարող սպառել ողջ պաշարը։ Դրանք մեզ նույնպես անհրաժեշտ են, ընդգծել է նա։ Կրեմլի խոսնակն ասել է, որ Պուտինը հստակ հայտնել է Ռուսաստանի դիրքորոշումը այդ հրթիռների հնարավոր վաճառքի վերաբերյալ։ Ըստ Դմիտրի Պեսկովի, այս պահին կհանդիպելու շուրջ նախագահների պատրաստակամությունը, իսկ մինչ այդ շատ աշխատանք կա անելու հանդիպումը պատրաստելու համար։ Հանդիպումը անշուշտ կարող է տեղի ունենալ 2 շաբաթվա ընթացքում կամ մի փոքր ավելի ուշ, կա ընդհանուր փոխըմբռնում, որ այն չպետք է հետաձգվի։
Հունգարիայի վարչապետը խոսել է Թրամփի եւ Պուտինի հետ։ Վիկտոր Օրբանն ասել է, որ հանդիպման նախապատրաստումն ընթանում է ողջ թափով, ապա հավելել, որ Բուդապեշտը լավ վայր է հանդիպման համար։ Օրբանը նաեւ հայտարարել է, Եվրոպան այս պատերազմի հարցում սխալ մոտեցում ունի եւ կոչ է արել աջակցել Թրամփին կարգավորելու հակամարտությունը։ Եվրոպացիների համար ամենակարևոր դասն այն է, որ մեր գործողությունները սխալ են։ Մեզ անհրաժեշտ է խաղաղության ռազմավարություն։ Պետք է օգնել Ամերիկայի նախագահին եւ դրան զուգահեռ պետք է բացվի նաեւ Եվրոպա-Ռուսաստան դիվանագիտական անկախ խողովակ։ Իսկ ինչպես է Պուտինն այցելելու Բուդապեշտ, եթե միջազգային քրեական դատարանը, որի անդամ է Հունգարիան, նրան ձերբակալելու օրդեր է տվել։ Դատարանի անդամակցությունից հրաժարվելու փուլում գտնվող Հունգարիայի արտգործնախարարը վստահեցրել է, ոչ մի խնդիր չի լինի։ Մենք կապահով ենք, որ Պուտինը մուտք գործի Հունգարիա, հաջող բանակցի այստեղ, ապա վերադառնա տուն։ Որևէ մեկի հետ խորհրդակցության կարիք չկա։ Մենք ինքնիշխան երկիր ենք։ Հունգարիա հասնելու համար Պուտինի ինքնաթիռը պետք է մի քանի երկրի օդային տարածքով անցնի։ ԵՄ-ից ասել են, որ առանձին երկրները կարող են թռիչքի թույլտվություն տալ, իսկ Պուտինի դեմ պատժամիջոցները չեն ենթադրում ճանապարհորդելու հատուկ արգելք։ ԵՄ-ից նաև ողջունել են հանդիպումը, եթե այն խաղաղություն կբերի։ Այս ֆոնին Վլադիմիր Զելենսկին արդեն ժամանել է Վաշինգտոն, հանդիպել էներգետիկայի նախարարության, պաշտպանության ոլորտի Raytheon եւ Lockheed Martin ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այցից առաջ նա ասել էր, որ այս ընկերությունների հետ համագործակցությունը կարող է ամրապնդել Ուկրաինայի պաշտպանությունը։ Վաշինգտոնում Զելենսկին կքննարկի նաեւ հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի մատակարարման հարցը։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutun.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։